Բարև ձեզ։ Երբ երկրի շուրջ բոլորը աշխարհքաղաքական փոթորիկներ են, իսկ երկրի ներսում ընտրական տենդ, հարց է առաջանում, թե իսկ որտեղ է Հայաստանի տեղը, որտեղ է այն նավահանգիստը, որտեղ խաղաղություն գտնի հայկական նավը։ Այսօք մեր տեղը, մեր ճանապարհը, մեր հյուսիսային դաշնակցի հետ հարաբերությունները բարելավելը եւ ել ավելի խորացնելն է, թե նոր իրողություններում, նոր պայմաններում պետք են նոր դաշնակիցներ եւ նոր գործընկերներ։ Այսօր Ազատ զրույցում ես զրուցելու եմ մի քաղաքական ուժի ղեկավարի հետ, որը մասնակցում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ընտրացուցակում առաջին համարն է եւ ցանկանում է լինել նաեւ առաջինը քաղաքական դաշտում իր բերած նոր ասելիքով, թարմ ասելիքով։ Այսօր փորձելու ենք հասկանալ, թե արդյոք ռեֆորմիստների կուսակցությունը քաղաքական դաշտ բերելու է նոր ասելիք եւ թարմություն, թե սա ընդամենը հին պատումների նոր փաթեթավորում է։ Սա ազատազրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Միանգամից ասեմ երկրորդ, առաջին համարը ես չեմ մեր նախընտրական կուսակցությունը նկատի ունի։ Կուսակցությունը այո, առաջինն է։ Կուսակցությունը առաջին։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Համեցեք։ Ես առաջինը նկատի ունեի կուսակցության քվեաթերթիկը, գիտեմ, որ կուսակցության նախընտրական ցուցակում դուք երկրորդն եք, իսկ առաջինը նախկին պաշտպանության նախարար եւ նախկին Ռուսաստանում Հայաստանի տեսփան Վաղարշակ Հարությունյանը։ Հիմա որ կուսակցությունը առաջին համարն է, դա ձեզ հոգեբանական ինչ-որ առավելություն է տալիս, թե չէ։ Գիտեք, մեծ հոգեբանական առավելություն չի տալիս, բայց մեր ընտրողները դրանով ես կարծում եմ ավելի հեշտ կարող են ընտրություն կատարել, գիտեք, որ մեծ զանգվածի մեջ այդ թվաբանությունը դեր խաղում է եւ չթաքցնեմ, որ բոլոր այդ վիճակահանության մասնակիցներն էլ ձգտում էին լավ թվեր հանեն, որովհետև բարդ է իրականում։ Դե հիմա դա մեզանից կախված բան չէ, այդպես ստացվեց, ամենայն դեպս դա ես համարում եմ լրացուցիչ հնարավորություն լավ ներկայանալու մեր ընտրողներին։ Շատ լավ։ Ես ծանոթացա նաև ձեր նախընտրական մի վիդեոհոլովակին, որտեղ ասում եք, որ քաղաքականությունը կրոն չէ, քաղաքականությունը էլի ինչ-որ բան չէ, քաղաքականությունը վիճակախաղ չէ, քաղաքականությունը ճշգրիտ հաշվարկ է, բայց տարբեր սոցհարցումներ են հրապարակվում եւ ձեր վարկանիշը ամենաառաջիններից չի, հա, այդպես ասենք, այսինքն ձեր ճշգրիտ հաշվարկը քաղաքական ինչ-որտեղ սխալվել է, թե Գիտեք, այդ հարցը մեզ շատ են տալիս, նաև այդ հարցը տալիս են ոչ լրագրողական շրջանակներից։ Պատկերացրեք այսպես ասեմ, որ ավելի սպառիչ պատասխանեմ ձեր հարցին։ Նախ այդ բոլոր այսպես կոչված սոցհարցումները իրականացվում են խիստ կասկածելի պայմաններում, որովհետև նշվում են այն մարդկանց անունները, ովքեր հիմնականում շահագրգռված են այդ մարդիկ նշել կամ կարող են լինել նաև պատվիրովի սոցհարցումներ, պատվիրովին դա անպայման չի, որ ինչ-որ մարդկանց թվեր գրեն, այլ պատվիրովի, որ վերցնենք 19 ուժ է մասնակցում, այդ 19 ուժից ներկայացնում են 5-6-ի անուններ եւ բնականաբար ընտրությունը իրենց մեջ է կատարվում։ Սա հին մեթոդներ են եւ տեխնոլոգիաներ են։ Ես վստահ եմ, եթե այդ այսպես կոչված լուրջ սոցիոլոգիական հարցումներ անցկացնող ընկերությունները կամ կառույցները մեր անունը ներառեն այդ 4-5 կառույցի մեջ, ես վստահ եմ, որ թվաբանությունը հրապարակման լիարժեք կփոխվի, բայց իրենք դա չեն անի, որովհետև մենք իրենց շրջանակներից չենք, ոչ այն կողմից ենք, ոչ այս կողմից ենք, դրա համար է բնականաբար այդպես է ներկայացվում, բայց սոցհարցումները, մեծ բաներների քանակը, չգիտեմ, տարբեր այլ բաներ, որոնք առաջինից տպավորություն են թողում մարդկանց վրա ընտրարշավներին, ես կարծում եմ, որ այսօր այս թվային աշխարհում եւ տարբեր հնարավորություններից օգտվելու հնարավորություն ունեցող աշխարհում ես խիստ երկրորդական եմ համարում դա եւ ընդհանրապես դա մեր վրա չի ազդում։ Մեր հաշվարկները այո կան, մենք ունենք մեր հաշվարկը, մենք ունենք մեր մարտավարությունը, մենք գիտենք ոնց ենք այս ընտրարշավը իրականացնելու եւ ինչ մեթոդներով ենք անելու եւ գիտենք նաեւ այն հանգամանքները, որոնք հնարավոր է մեզ օգնեն, որ մենք կարողանանք այս բլոկադան ճեղքել եւ մեր հանրությանը ներկայացնել։ Այսօր նաեւ շնորհակալություն եմ հայտնում ձեր հեռուստաընկերությանը, որ այդ հնարավորությունը տրվել է եւ մենք զրուցում ենք մեր քաղաքական ծրագրերի մասին։ Համեցեք,
տեսեք, հատկապես այս նախընտրական շրջանում մենք հավասար հնարավորություններ եւ պայմաններ ենք առաջարկում բոլոր քաղաքական ուժերին, թե որ քաղաքական ուժը ինչպես կօգտվի կամ կօգտվի թե չէ, դա արդեն իր գործն է, սա իդեպ կանոն միջայլոց։ Ասացիք, որ դուք ոչ այս կողմից եք, ոչ այն կողմից եք, որ կողմերը նկատի ունեք։ Դե մեր երկրում բավականաչափ հայտնի են բոլոր կողմերը, մենք մեզ դիրքավորել ենք որպես մի կուսակցություն, որը գնում է իր ճանապարհով, իհարկե մենք ստացանք բազմաթիվ հարվածներ տարբեր կողմերից, բայց մարդկանց համար անհասկանալի էր ի սկզբանե մեր առանձին մասնակցելու ձգտումը։ Մարդիկ մեզ մեղադրում էին սկզբից, որ ինչու մենք չենք միանում ընդդիմադիր որևէ կենտրոնի, ինչու մենք չենք տարալուծվում որևէ մեկի հետ։ Մենք գտանք, որ մենք ունենք մեր յուրահատկությունը եւ մեր միավորումը երկու կուսակցությունների, ազգային վերածնունդ կուսակցության եւ ռեֆորմիստների կուսակցության համատեղ ցուցակով հանդես գալու, մենք որոշեցինք, որ դա է մեր հիմնական ճանապարհը եւ մենք պարտավոր չենք որևէ մեկի դռների առաջ կանգնենք կամ գնանք խնդրենք կամ, չգիտեմ, պատգամավորական մանդատ ստանալու համար մտնենք այդ առևտրի մեջ։ Մենք ծրագրեր ունենք, մենք ուզում ենք այդ ծրագրերը մեր հանրությանը ներկայացնենք։ Եթե այդ ծրագրերը կստանան հավանություն, մենք կգնանք խորհրդարան, եթե չեն ստանա հավանություն, մենք կիմանանք, որ այդ ծրագրերը չի ուզում մեր ժողովուրդը։ Տեսեք, մենք ձեր ծրագրային, գիտեմ, 7 կետանոց ծրագիր ունենք, այդ ծրագրային կետերին էլ կանդրադառնանք այս զրույցի ժամանակ, բայց ուզում եմ ավելի հստակեցնել այն հարցի պատասխանը, թե որ կողմում եք։ Պարզ ասենք, որ Հայաստանում քաղաքական դաշտը կարծես թե բաժանված է եվրոպամետներ, ռուսամետներ եւ բալանսավորողներ։ Ձեր տեղադիրքը որտեղ է։ Ես մեզ ռուսամետ չեմ համարում, որովհետեւ ես չասացի դուք ռուսամետ եք։ Այո, չէ, ես մեր տեսակետն եմ ասում։ Մենք ընդհանրապես որևէ մի բանի մետ չենք։ Մենք գտնում ենք, որ Հայաստանը իրավունք չունի թշնամանալու խնդիրներ ունենալ Ռուսաստանի Դաշնության հետ։ Մենք գտնում ենք, որ մենք ունենք հնարավորություն շտկելու եւ վերականգնելու մեր հարաբերությունները, անկախ այն բարդություններից ու դժվարություններից, որ ստեղծվել էր, եւ ով է ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները միշտ եղել են լավ մակարդակի վրա, սկսած 90-ական թվականներից Հայաստանը շատ անգամ այդ վայրի վերումները ապրել, եւ ստեղ արդեն եւ դիվանագիտական եւ քաղաքական հարց է, բայց ինչ վերաբերվում է կոնկրետ մեր ծրագրերին, ինչպես գիտեք, մեր կուսակցությունը, ցուցակը կուսակցության գլխավորում է Վաղարշակ Հարությունյանը, որը առաջարկում է նոր ազգային անվտանգության հայեցակարգ։ Եվ այդ հայեցակարգի մեջ մենք դիտում ենք հենց այդ կետերի իրականացումը, որտեղ կներեք, շատ անգամ տեսեք, ես մի հարցազրույցի ժամանակ էլ դա ասացի, մարդիկ այս հարցերին մոտենում են ոնց որ օրինակ ասում են Coca-Cola եք սիրում թե Pepsi, այստեղ շատ լուրջ հարցեր են կապված մեր պետության անվտանգության հետ եւ դրա համար այստեղ մենք համապարփակ ձևով կխոսենք հենց անվտանգության հայեցակարգի շրջանում։ Համաձայն եմ, ազգային անվտանգության հայեցակարգ շատ կարևոր բան է եւ մենք այս զրույցի ժամանակ անպայման կանդրադառնանք, բայց դուք արդեն նշեցիք ավելի շուտ, քան ես կնշեի, որ առաջին համարը ձեր ցուցակի Վաղարշակ Հարությունյանն է, մարտով եղել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար եւ մարտով նախկինում եղել է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության տեսփան։ Չեք կարծում, որ այդուամենայնիվ ձեր առաջին համարը հանրային շրջանակներում ռուսամետի համբավ ունի։ Թե սխալ է ասոցիացումը։ Գիտեք, ասոցիացումներ կարող են լինել միայն այն պարագայում, որ Վաղարշակ Հարությունյանը սովետական սպա է եղել եւ անկախության տարիներին հենց ամենասկզբում եկել է Հայաստան եւ միանգամից ներգրավել, հա, մեր շարժման, բանակի ստեղծման, պատերազմական գործողությունների եւ այլն այդ ծառայություններն է իրականացրել, իսկ հետո էլ գիտեք, որ նա բարձր պաշտոններ է զբաղեցրել ԱՊՀ Միացյալ Հրամանատարությունում, հետո Վազգեն Սարգսյանի առաջարկով եկել է Հայաստան 99 թվականին եւ զբաղեցրել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը։ Բավականին հետաքրքիր եւ մեծ կենսագրություն ունի, իհարկե իր կենսագրությունը անմիջականորեն կապված է Ռուսաստանի Դաշնության հետ, բայց եթե մենք համեմատականներ անցկացնենք այն մարդկանց հետ, ովքեր մենք լավ պատկերացնում ենք, հա, որ կան մարդիկ, որոնք տեսնում են միայն Ռուսաստանի հետ մեր ապագան, ես չեմ կարծում, որ մեր կուսակցությունը կամ Վաղարշակ Հարությունյանը նման ուրեմն դաշտում կարող է հայտնվել։
Բայց եւս մեկ անգամ կարող եմ ասել, որ մենք կողմնակից ենք այդ հարաբերությունների ռեստարտին, կողմնակից ենք նոր պայմանագրերի ստորագրմանը, որովհետեւ մենք էլ գտնում ենք, որ մենք ունենք խնդիրներ եւ այդ խնդիրները դեռևս վերջնականապես լուծված չեն։ Իսկ որ ասում եք այնպես չէ, որ մենք միայն Ռուսաստանի հետ, սա նշանակում է բալանսավոր է։ Միանշանակ։ Իսկ մոտավորապես այն, ինչ որ իշխանությունն է ասում։ Դե իշխանությունը ոչ միայն բալանսավորման մասին է իրականում խոսում, այլ իշխանության այս բալանսավորման քաղաքականությունը մի քիչ այլ է։ Մենք օրինակ տեսնում ենք թուրքական վտանգը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։ Մենք տեսնում ենք թուրքական եւ ադրբեջանական էքսպանսիայի, դեմոգրաֆիկ էքսպանսիայի կամ տնտեսական էքսպանսիայի վտանգը։ Մենք սա տեսնում ենք եւ սա մի այլ խոսակցություն է, որը կրկին վերադառնալով անվտանգության հայեցակարգերին եւ դոկտրիններին, մենք պետք է ունենանք մշակված նոր հայեցակարգեր, որտեղ բալանսավորենք նաեւ դա, որովհետեւ եթե մենք չբալանսավորենք թուրքական ազդեցությունը Հայաստանի Հանրապետության վրա, չբալանսավորենք թուրքական աշխարհի ազդեցությունը, մենք կհայտնվենք ոչ թե արևմտյան գործընթացներում, այլ կհայտնվենք թուրքական աշխարհի գործընթացներում։ Տեսնում եք, նշмарում եք։ Ես չեմ կարծում, որ այս երկրում մարդ կա, որ չտեսնի, որ կարող է այդպիսի վտանգներ լինեն, որովհետև նայեք, չէ, այստեղ պետքա բացատրությունը ասել ամեն ինչի։ Թուրքիայի հետ մենք փորձում ենք բարելավել հարաբերությունները։ Մենք կողմնակից ենք հարաբերությունների բարելավմանը եւ ամենևին չենք կիսում այն կարծիքը, որ պետք է թշնամանք լինի կամ մենք չունենանք այդ հարաբերությունները։ Դա այդպես չէ։ Բայց Թուրքիան դեռևս պահում է Հայաստանը բլոկադայի մեջ։ Դա մեկ։ Այսօր համաձայնագիր է ստորագրվել այդ կամուրջը համատեղ բացելու, քննարկվում է հայ-թուրքական գործընթացը գնում է։ Որևէ մեկը չի ասում այդ գործընթացը չկա։ Գործընթացը գնում է, բայց դե ֆակտո, դե յուրե նույնիսկ մենք գտնվում ենք բլոկադայի մեջ։ Բլոկադան ռազմագիտության, ռազմական ստրատեգիայի մեջ համարվում է սպառնալիք։ Հետևաբար, քանի դեռ կա այդ սպառնալիքը, քանի դեռ լուծված չեն այդ հարցերը, մենք գտնում ենք, որ մենք ունենք խնդիր։ Եվ այդ նույն խնդիրը վերաբերում է Ադրբեջանին։ Մենք ունենք նախաստորագրված, փաստաթուղթ, բայց մենք ունենք դեռևս փակ ճանապարհներ։ Մենք չունենք խաղաղություն ստորագրած վերջնական փաստաթուղթ եւ չունենք բաց սահմաններ։ Հետևաբար յուրաքանչյուր փակ սահման ինքը բլոկադա է, իսկ յուրաքանչյուր բլոկադա դա սպառնալիք է մեր անվտանգությանը։ Հիմա ավելի շատ բլոկադայի մասին պիտի խոսել, թե այդ բացվող ճանապարհների։ Ի վերջո այդ գործընթացը, որի մասին ասում եք, որ գործընթացը կա, դա բերել է նրան, որ Ադրբեջանը միակողմանի բացել է իր հաղորդակցության ուղիները, չգիտեմ, ապրանքաշրջանառությունը։ Չէ, Ադրբեջանը չի բացել իր հաղորդակցության ուղիները, Ադրբեջանը բացել է այնքանով, որ Ռուսաստանի Դաշնությունից կամ Ադրբեջանից Վրաստանի միջոցով, չէ, կարողանում են բեռներ գալ։ Դա դեռ չի նշանակում, որ Հայաստան-Ադրբեջան կոմունիկացիաները աշխատում են։ Հիմա նայեք, գուցե այս ճանապարհը տանի այդ ուղղությամբ, ես բան չունեմ ասելու, բայց այս պայդրությամբ մենք չունենք դա։ Իսկ եթե դա չունենք, ուրեմն եկեք խոսենք այս պայդրությամբ։ Այս պայդրությամբ մենք չունենք դեռ բացված սահման ոչ Ադրբեջանի հետ, ոչ էլ Թուրքիայի հետ։ Մենք գտնվում ենք նույն բլոկադայի մեջ։ Հիմա ոնց կընթանան իրադարձությունները, դա կախված է եւ մեր դիվանագիտությունից, եւ մեր իշխանությունից, եւ ովքեր կլինեն վաղվա ազգային ժողովում, ինչպիսի խորհրդարան մենք կունենանք, ինչպիսի քաղաքական էլիտա կձևավորվի նոր, որովհետեւ խոսել միայն վատը, բացասականը դա մի այլ խնդրեմ է, բայց աչքերը փակելու խոսել միայն լավը եւ ասել ամեն ինչ լավը կեցե խաղաղությունը դա զավեշտ է, այսինքն մենք իսկ դա ոչ թե խոսելու մակարդակով պետք է լինի, այ տեսեք հենց էլի եմ ասում, հարցը նրանում է, որ մեր պետությունը պետք է պատրաստ լինի բոլոր տեսակի սցենարներին, եւ տնտեսական սպառնալիքներին, եւ տեղեկատվական սպառնալիքներին, եւ ռազմական, եւ ամենակարևորը այսօր մենք պետք է հասկանանք, որ նաեւ ինչպես ասեց մեր վարչապետի տեխնացուն Վարշակ Հարությունյանը Պետրոս Ղազարյանի հարցազրույցի ժամանակ ինքը տեսնում է, որ ամենամեծ սպառնալիքներից մեկը նաև մեր երկրի ներսի պառակտվածությունն է, որովհետև պատկերացրեք, եթե չկա համերաշխություն հասարակության մեջ, գոնե ինչ որ մի մեծ մասի մեջ, այդ պետությունը իրավունք չունի, չի կարողանա դիմակայել այդ մարտահրավերներին։ Շատ հետաքրքիր տեղ բերեցիք զրույցը, երկրի ներսի պառակտվածություն։ Ինչն է այդ պառակտվածության հիմքում, որ հնարավոր չէ հաղթահարել։ Ամենայն դեպս մինչ այս պահ հնարավոր չի եղել հաղթահարել։ Ես կարծում եմ քաղաքական ամբիցիա։ Փոքր դադարից հետո շարունակենք, վերադառնանք վայրկյաններ անց։
Հիշեցեմ, սա ազատ զրույց Free-News-ի եթերում ես զրուցում եմ ռեֆորմիստների կուսակցության նախագահ եւ նախընտրական ցուցակում ռեֆորմիստների երկրորդ համար Վահան Բաբայանի հետ մենք հասանք Հայաստանի ներսում պարակտվածության խնդրին, հարցը այն էր, թե ինչ է այդ պարակտվածության հիմքում, ասացիք, ամբիցիաները միայն եւ ընդամենը, թե նաեւ ամբիցիաները ամեն ինչի սկիզբն են։ Հիմա նայեք, էլի մենք շարժվենք նախընտրական, հա, այս տրամաբանությամբ, ինչ է տեղի ունենում։ Ամեն ինչ սև ու սպիտակ չի, ոնց որ ներկայացվում է։ Շատ տարբեր բազմազան եւ բազմատեսակ քաղաքական դաշտ է մեր երկրում։ Եվ հետեւաբար այդ ամբիցիաները, որոնք առաջնորդում են մարդկանց, այդ ամբիցիաները թույլ չեն տալիս, որպեսզի լինեն հասկացվածություններ, լինեն միասնական ինչ-որ ձեռնարկներ։ Դուք տեսաք, որ անհնար դարձավ, չէ, իշխանության դեմ մեծ բլոկի, մեծ քաղաքական կոալիցիայի ձևավորումը։ Սա շատ, ինչ ասեմ, անիմաստ բան էր, որ մարդիկ սպասում էին դեռևս 1-2 տարի առաջ է ես ասում, որ ես անհնար եմ համարում այդ մեծ կոալիցիաները, որովհետև հաշվարկված էր առանձին ճակատներով գնալը։ Ես չեմ կարծում, որ հաշվարկված էր, ես կարծում եմ ուղղակի կան ամբիցիաներ, որոնք բավականին բարդ է հաղթահարել։ Իշխանությունը շատ ավելի հեշտ է, որտեղ իշխանությունը ունի իր մոնոլիտ կառույցը, դա իշխանական, հա, կուսակցությունն է, իշխանական համակարգն է, ինքը գնում է իր ճանապարհով, բայց ընդդիմությունը պարտավոր էր ուժեղ կենտրոն ստեղծել։ Հիմա ինչքան էլ մենք խոսենք, որ ինչ որ մի կուսակցություն կարող է ունենալ ավելի մեծ ձայն, քան են մյուս ընդդիմությունում, բայց միանշանակ այդ ֆորմատները իրենք աշխատում են անձնական ամբիցիաների եւ իրենց, հա, այդ նախանց չասեմ, բայց ասենք ոչ դրական վերաբերմունքը այն ուժերին, որոնք նոր են փորձում մտնել քաղաքական դաշտ, այսինքն ոչ թե քաղաքական դաշտ, այլ խորհրդարանական ընտրություններին հայտ են ներկայացնում, դա արդեն խոսում է նրա մասին, որ այդ ուժերը պատրաստ չեն ընդունել իրավիճակը, հաշվի նստել իրականության հետ։ Այդ ուժերի մեծ մասը հիմնականում առաջնորդվում են իրենց խմբակային շահերով։ Այդուամենայնիվ միայն ամբիցիաներով պայմանավորեցիք։ Իհարկե ոչ։ Այդ process-ները սկսվեց, այդ process-ները սկսվեց մինչև աշխարհակաղակական ուղղվածությունը, այդ process-ները սկսվեց 18 թվականից։ Եթե մենք իրական նայենք այն ինչը կատարվեց 18 թվականին մեր երկրում եւ այն անվանումը, որը դրված էր, որ սա սիրո եւ համերաշխության, չգիտեմ, հա, թավշյա, այս բառերը օգտագործվում էր, բայց իրականում այդ շարժման, այդ գործողությունների, ակտիվիստների եւ կողմնակիցների վերաբերմունքը հանրության մյուս հատվածին լրիվ այլ էր։ Այսինքն այդ անհանդուրժողական տրամաբանությունը ձևավորվեց հենց 18 թվականի իշխանապողությունից հետո։ Հատված գրեթե չկար էլ այդ ժամանակ, հենց համախմբված էր ամբողջ հասարակության մի մաս կար, որի մեջ նաև ես եմ մտել, որ շատ այդ գործընթացի մեջ չկար, բայց այն ատելության գեներացիան, հա, այդ բանը այնքան ուժեղ էր, որ նա իներցիայով զարգացավ։ Դա մի կողմից։ Երկրորդ կողմից եկավ 20 թվականը, 20 թվականից հետո այդ աղետալի իրադարձություններից հետո մի այլ տիպի բաժանարար գծեր քաշվեցին մեր հասարակության մեջ։ Հիմա մեր խնդիրը ո՞րն է լինելու ապագայի համար։ Մենք պետք է նայենք դեպի ապագա։ Մենք պետք է կարողանանք այդ բաժանարար գծերը հանել։ Մենք պետք է կարողանանք այդ կարմիր գծերը քաշել եւ ստեղծել իրոք համերաշխ հասարակություն, համերաշխ պետություն եւ միասնական օրակարգ քաղաքական։ Այսօր գրեթե հարց չկա մեր երկրում, որտեղ մենք ունենք միասնական օրակարգ եւ միասնական տեսակետ։ Բոլոր տեսակետներում կան տարբերություններ։ Իսկ հարցեր չկան, որտեղ հնարավոր է չէ ունենալ միասնական տեսակետ։ Հարցեր կան, որ հնարավոր չէ, բայց հարցեր կան, որ հնարավոր է, չէ։ Ասենք արտաքին քաղաքական վեկտոր։ Ես նշեցի, արևմտամետներ կան, ռուսամետներ կան, բալանսավորողներ կան, այստեղ միասնական տեսակետ հնարավոր է ունենալ։ Նայեք, եթե մենակ այդ տեսանկյունից եք նայում, այո, միասնական այդ տեսանկյունը ամենացավոտն է իդեպ ձեր ասած թեմաներից, այդ թեման շատ լուրջ է։ Մարդիկ կան, որոնք պատկերացնում են, որ պետք է Ռուսաստանը այստեղից հեռանա, այլևս չլինի այստեղ Ռուսաստանի հետ կապված որևէ բան, բայց միաժամանակ այդ մարդիկ ընդհանրապես չեն գիտակցում, թե մենք որ տարածաշրջանում ենք ապրում։ Եվ այդ մարդիկ չեն գիտակցում, որ մենք ունենք այսօր փաստաթղթավորված ռազմաքաղաքական մեկ դաշնակից եւ այդ պայմանագիրը դեռ գործում է եւ չունենք այլընտրանք կարող է տարբեր տեսակի բաներ ստորագրենք, ինչ որ անվանումներ, բայց կոնկրետ
Եթե Ռուսաստանը չի ապահովում ձեր այսօրվա անվտանգությունը, այսինքն մենք կարող ենք այդ հարցով նոր բանակցություններ սկսել եւ վերջացնել։ Այսինքն կամ այս կողմ կամ այն կողմ գալ ինչ որ մի նոր հայտարարի, բերել նոր պայմանագիր ստորագրման։ Եթե դա չկա, եթե դա այդպես պետք չի անել, եթե մենք չենք գնում այդ ճանապարհով, ուրեմն ո՞րն է այլ ընտրանքը։ Օրինակ Ֆրանսիան, դե թող Ֆրանսիան ասի, որ ինքը պատրաստ է ապահովել մեր երկրի, երաշխավորում է մեր երկրի անվտանգությունը։ Մենք չունենք նման փաստաթուղթ։ Մենք կարող ենք ռազմավարական ստրատեգիական փաստաթղթեր ստորագրել, տարբեր երկրների հետ ունենալ լավ հարաբերություններ։ Եվ մենք դեմ չենք դրան։ Շատ լավ, եթե ասում եք, թե մեր ունեցած միակ փաստաթուղթը Ռուսաստանի հետ։ Այս պայծրությամբ այդպես է։ Իսկ եթե փաստաթուղթը կա եւ այդ փաստաթուղթը չի գործում, չի աշխատում։ Չէ, գիտեք, հիմա այդ էլ արդեն երկրորդ հարցն է։ Հիմա մենք ինչ կարող ենք անել, որ այդ փաստաթուղթը գործի։ Եկեք մի հատ խորանանք այդ հարցով։ Եթե մենք խորանում ենք ու տեսնում ենք, որ որտեղ հնար չկա ու անհնար է դա անել, ուրեմն այն ժամանակ մենք պետք է գտնենք, փնտրենք կամ ինչ-որ բան անենք, բայց այսօրվա դրությամբ եթե դա կա ու եթե դա չի գործում, ուրեմն պետք է այդ պայմանագիրը խզել։ Դե փաստորեն արձանագրում որ այդ փաստաթուղթը կա, պայմանագիրը կա, այն չի գործում եւ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել։ Էլի եկեք դիվերսիֆիկացնենք, բայց ում հաշվին։ Դուք կարող եք Ռուսաստանի հետ ունենալ, օրինակ, ոչ բարեկամական հարաբերություններ, դիվերսիֆիկացնել։ Ոչ բարեկամական, ասում ենք բարեկամական հարաբերություններ ունենք, Ռուսաստանի հետ ցանկանում ենք շարունակել մեր հարաբերությունները։ Բարեկամություն, եթե մենք ունենք հարաբերություն, ուրեմն մենք չի խանգարի նաև ունենալ նոր ռազմաստրատեգիական պայմանագրեր։ Ինչու՞ չէ։ Դե դա էլ արվում է։ Այս միայն այս վերջի օրին քանի հատ կնքվեց ռազմաստրատեգիական։ Ռուսաստանի հետ եմ ես ասում։ Դե Ռուսաստանի հետ ունենք չի գործում։ Դե շարունակություն իմ մտքի, եկեք նորը ստեղծենք, բանակցենք եւ ստորագրենք։ Իսկ ինչը որ դու ստորագրում ես Եվրոպայի հետ, դու չգիտես դա ինչ է ընդհանրապես, դա վերնագրեր են եւ մեջի բովանդակությունը նույնը չէ, ինչը դու ունես Ռուսաստանի հետ։ Դու որևէ մեկը կարող է մեզ երաշխավորել, որ նույն Ֆրանսիայի, Գերմանիայի կամ մյուսի հետ մենք կարող ենք ինչ-որ մի բան ստորագրել եւ ինչպես Ռուսաստանի հետ չի գործում, այդպես էլ իրancs մոտ չգործի։ Դե համենայն դեպս օրինակ ինչով են վստահ այդ Ռուսաստանի հետ չգործեց, չէ, համենայն դեպս չգործեց։ Բա ինչ վստահ ենք, օրինակ Գերմանիայի, Ֆրանսիայի հետ գործելու է։ Պայմանագիր ունենք Ռուսաստանի հետ զենքի մատակարարման, փողը վճարեցինք Ռուսաստանի հետ զենքը չմատակարարեց, բայց նախընթաց տարիներին զենք մատակարարում էր Ադրբեջանի։ Հիմա Ֆրանսիան զենք է վաճառում, ինչ հիմա մենք երաշխավորված ենք, որ այդ հարցը ավարտեմ։ Հիմա մենք ինչ անենք, Ֆրանսիայի զենքը չկնենք եւ սպասենք, որ մի օր մենք կբանակցենք եւ Ռուսաստանը մեզ զենք կմատակարարի։ Ոչ, միանշանակ ոչ։ Մեր դիվերսիֆիկացիան պետք է լինի բալանսավորված եւ պետք է լինի ռեալ։ Եթե մենք այսօր ասում ենք, որ իրենք չտվեցին, իրենք չարեցին, իրենք էս արեցին, հիմա պատկերացրեք մի իրավիճակ, որ իրենք էլ չեն տալի ու ոչինչ չեն անում։ Այդ դեպքում ինչ եք ասելու։ Գնալու եք ասենք, բան, Ճապոնիայից վերցնենք զենք կամ պայմանագրեր։ Իսկ դա ինչ է գալի ասածս, որ դա դիվանագիտական եւ քաղաքական հմտություններ են դրա համար պետք։ Պետք է մեր հայության ողջ ներուժը մասնակցի, մեր հայության ողջ ներուժը, որը գոյություն ունի աշխարհում, պետք է այս գործընթացի մեջ ներգրավվի։ Մենք շատ մեծ ներուժ ունենք, եւ այդ ներուժը թողել մի կողմ հույսը դնել միայն արտաքին գործերի նախարարության վրա, ես գտնում եմ սխալ է։ Դե ներուժը օգտագործել ինչ նկատի ունեք, ինչպես պիտի կոնկրետ ներուժը օգտագործվի։ Կոնկրետ ներուժը դա աշխարհում հայտնի եւ շատ լուրջ ազդեցություն ունեցող հայերն են, որոնց կարելի է այս գործընթացի մեջ ներգրավել։ Եվ ես կարծում եմ, որ այդ դեպքում մենք ունենանք հաջողություն, եթե մեր դիվանագիտական կորպուսը, իշխանությունը եւ ընդհանուր մեր քաղաքական էլիտան կարողանա լուրջ վերաբերվել այս հարցին եւ վերադառնանք իմ ասած այդ առաջի կետին, ունենանք այնպիսի անալիտիկ կենտրոններ, այնպիսի ինստիտուտներ, այնպիսի ուրեմն կառույցներ, որոնք ոչ թե խոսակցությունների մակարդակին եւ ինչ որ մի բան լսել են միտեղից կամ մի բան միտեղից ասել են կշարժվեն առաջ, այլ կունենան ռեալ արդյունք եւ ռեալ գնահատական։ Որտեղ տենց էլի եմ կրկնում, միակ նույն ձևով ասել, որ ռուսները էս չարեցին, Ֆրանսիան կարող է դա անի կամ կանի հույս ունենալ։ Կամ անում է արդեն։ Դա, չէ, գիտեք, Ռուսաստանը ձեզ միլիարդավոր դոլարների զենք է տվել 30 տարվա ընթացքում։
Ֆրանսիայի տված զենքը չի կարող համեմատվել այն զենքի քանակին, որը տվել է Ռուսաստանը։ Այն որ 30 Դա եկեք չհամեմատենք, էլի։ Այն որ հիմա խոսքը գնում է վերջի տարիների մասին, ես հասկանում եմ ձեր ասածը, բայց վերջի տարիների խնդիրների մասին, եթե մենք խոսենք, դա լրիվ առանձին խնդիրներ են եւ տեղեր կա, որ ես ձեր հետ կհամաձայնեմ, չեմ ուզում այդտեղ հիմա խորանամ, որովհետեւ որևէ մեկը չի ասում, որ Ռուսաստանը կատարել է բոլոր իր պարտավորությունները։ Ես ասում եմ ուրիշ բան, չի կատարել, խնդիր է եղել, պրոբլեմ է եղել, մենք դաշնակցի հետ խնդիր ունենք, այս պայդրությամբ էլ ունենք։ Հիմա կարողանում ենք լուծենք այդ խնդիրը, թե չենք կարողանում։ Ձեր ասած ճանապարհը նոր բանակցություններ, նոր պայմանագրեր, նոր բանակցություններ, նոր պայմանագրեր, նոր իրավիճակ։ Աշխարհը ամեն օր փոխվում է։ Հիմա դուք ուզում եք ասեք, որ վստահ եք, որ նույն Ֆրանսիան կամ եվրոպական որևէ պետություն, եթե այսօր մեզ կարողանում է շուտ բան օգնել, դա տենց 100% երաշխիք է տալու, ռուսից ավելի լավ ու ռուսից ավելի ազդեցիկ, մենք չենք կարող դա երաշխավորություն ոչ մի երկիր։ Եվրոպան ինքը իրան պաշտպանելու խնդիր այսօր ունի։ ՆԱՏՕ-ում տեսնում եք ինչ է կատարվում։ Այսօր Եվրոպան այնպիսի մեծ խնդիրներ ունի, որ տասնյակ հազարավոր կիլոմետրներ այդ մարդիկ չեն կտրել։ Եվ ուրեմն դուք ո՞նց եք պատկերացնում կամ ձեր կուսակցությունը նախընտրական ծրագրում ինչպես է մենք պատկերացնում ենք հետևյալ ռազմավարությունը Հայաստանի Հանրապետությունը պետք է նախ եւ առաջ ունենա ազգային անվտանգության հայեցակարգ, որտեղ պետք է հստակ կանխատեսվի եւ հավաքագրվի այն բոլոր տեղեկությունները, հնարավորությունները, ռեսուրսները եւ ի վերջո վերջնական գնահատական տրվի այս գործընթացներում, ինչպիսի ճանապարհով մենք կարող ենք գնալ։ Եթե ես այսօր դա ասեմ ձեզ ոտի վրա ասենց խոսալով, ես խոսում եմ ընդհանրապես իմ կարծիքի մասին, բայց սա մասնագիտական, խորը վերլուծական աշխատանք է։ Եվ ի դեպ ձեզ ասեմ նաև, որ այդ աշխատանքին կարող են մասնակցել միայն մարդիկ, ովքեր տիրապետում են պետական գաղտնիքներին։ Ես, դուք եւ մնացածը այսօր չենք տիրապետում այդ տեղեկատվությանը։ Բաներ կա, որ մենք չգիտենք, եւ վտանգի տակ դնել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը կամ տնտեսությունը կամ չգիտեմ ինչ-որ բանը ուղղակի ինչ-որ մի լավ ավելի հետաքրքիր բանի պատճառով, իհարկե դա գրավիչ է, բայց մենք պետք է այդ ամեն քայլը գցելուց հասկանանք, դա ռեալ է թե ռեալ չէ։ Դե իսկ եթե տեղեկատվությանը գաղտնիքներին չեք տիրապետում, այդ դեպքում ինչպես է կազմում ազգային անվտանգության ռազմավարություն եւ համարում, որ դա անվտանգության հայեցակարգը պետք է լինի երկու մասից բաղկացած՝ բաց եւ փակ։ Փակը աշխատանք է, որը կատարում է իշխանությունը։ Իսկ ծրագրային առումով իհարկե բացը մենք աշխատում ենք դրա վրա, մենք կարող ենք դա ներկայացնել, մենք ոնց եք պատկերացնում, բայց միաժամանակ էլի ասում եմ, մեր քաղաքական գիծը չի լինելու ուղղված միայն հյուսիսային դաշնակցի ուղղությամբ։ Մենք տեսնում ենք հնարավորություններ զարգացման եւ Չինաստանի հետ, եւ Իրանի հետ, եւ ինչու՞ չէ նաեւ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ, բայց ոչ ի հաշիվ նրան, որ մենք կդառնանք Ռուսաստանի համար օրինակ, երկրորդ ռազմաճակատ կամ երկրորդ ճակատ եւ այս փոքր տարածաշրջանը մեր փոքր երկիրը նամանավանդ պարտություն տեսած, պատերազմից հետո պարտություն տեսած այս վիճակներով տնտեսապես չզարգացած երկիրը ներքաշվի նման լուրջ աշխարհաքաղաքական խնդիրների մեջ։ Մեր խնդիրը դա է՝ պահպանել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ որևէ մեկի հետ չդառնալ թշնամի։ Այս էտապում մեր գլխավոր խնդիրն է լինել տնտեսապես զարգացած միասնական պետություն, բալանսավորված քաղաքականություն արտաքին աշխարհի երկրների հետ եւ ի վերջո հասնել նրան, որ մեզ հարգեն, մեր հետ հաշվի նստեն։ Շատ լավ, ասում եք չդառնանք որևէ երկրի հետ թշնամի, ենթադրում եմ առաջին հերթին Ռուսաստանին նկատի ունեք, բայց տեսեք կոնկրետ օրինակի վրա Հայաստանում տեղի ունենում Եվրոպական քաղաքական համայնքի եւ Հայաստան Եվրանություն գագաթնաժողովը, Ռուսաստանում դա համարում են հակառուսական։ Հիմա ինչպես անել, չթողնել այդ գագաթնաժողովը Հայաստանում, դուք որ լինեք իշխանության, նման գագաթնաժողով չէր անցկացվի Հայաստանում։ Գիտեք, գնահատականները ձևավորվում են ոչ մի հատ դրվագով եւ ոչ մի միջոցառումով։ Գնահատականները ձևավորվում են տարբեր process-ներով եւ տարբեր ազդակներով, եւ Ռուսաստանից եկածող տարբեր ազդակներով եւ Հայաստանից գնացող։ Իհարկե, Հայաստանը Եվրոխորհրդի անդամ է, Հայաստանը եվրոպական մեծ ընտանիքի անդամ է, Հայաստանը եւ հայ ժողովուրդը ունի եվրոպական քաղաքակրթությանը մոտ քաղաքակրթական արժեքներ եւ պատմություն։ Մենք ունենք Սփյուռք, որը մեծ ազդեցություն ունի Եվրոպայում, ես դրա մասին խոսեցի արդեն։ Մենք չենք կարող հրաժարվել Եվրոպայի հետ հարաբերություններից, բայց մենք կարող ենք մեր դիվանագիտությանը, մեր քաղաքական այդ
որոշումների կայացման մեջ այնպիսի քայլեր կատարենք, որ չնեղացնենք մեր հիմնական դաշնակիցներին եւ միաժամանակ նաեւ խնդրեմ չստեղծենք Եվրոպայի հետ շփումներին, որովհետեւ Հայաստանը չի կարող դառնալ ոնց ասեմ, երկաթյա, հա, այդ վարակույրի երկիր, դռները փակվի եւ մենք դառնանք ինչ որ մի երկիր, որը օրինակ մի ուղղությամբ է շարժվում։ Բայց միաժամանակ չենք էլ կարող դառնալ ինչ որ տենց պրո-արևմտյան վերջնական ինչ որ մի երկիր, որը ոչ թե պրո-արևմտյան է միայն, այլ նաեւ հակառուսական է։ Սա կտանի մեզ կործանման։ Հիմա տեսեք, սա այս հարցնելու ավարտենք արդեն ցավոք մեր ժամանակը սպառվում է։ Մեր պատմության, նորանկախ պատմության ընթացքում եղավ մի դեպք, երբ որ մենք հարկադրված էինք ոչ թե եւ, այլ կամ ընտրել։ Հիմա եթե այդպիսի իրավիճակ ստեղծվի, ձեզ համար կարճ խնդրում եմ պատասխանել ԵԱՏՄ թե ԵՄ։ Այդպիսի իրավիճակ երբեք չի ստեղծվել Հայաստանում։ Արդեն մեկ անգամ ստեղծվել է։ Պաշտոնապես դեռ նման բան չկա եւ տենց բան չի ստեղծվի։ Հայաստանը կմնա այնտեղ, որտեղ որ կկարողանա մնալ։ Եվ ես կարծում եմ, որ նման ընտրության առաջ կանգնացնողները պետք է խորը մտածեն հայ ժողովրդի անվտանգության մասին, թե որտեղ է լինելու մեր երկիրը։ Ես պատմում եմ այդ Եվրամիության հետ ասացման համաձայնագիրը եւ այլն, բայց երբ որ դնեն այդպիսի հարց կամ մենք որևէ կողմ ընտրելով մենք կորցնելու ենք շատ մեծ բաներ եւ ունենալու ենք շատ մեծ վնասներ։ Դրա համար եւս մեկ անգամ հիշեցնեմ, մեր քարոզարշավում մեր կուսակցության կարգախոսը լինելու է անվտանգություն։ Հենց բառը մենք քանի որ տեսնում ենք, որ քաղաքական դաշտը հիմնականում սևեռված է խաղաղության եւ պատերազմի, հա, այսպես ասած, գաղափարների իրավիճակի վերաբերյալ, մենք առաջարկում ենք անվտանգություն, որովհետեւ եւ խաղաղությունը եւ պատերազմները հավերժ չեն, իրանք հարատև հասկացողություններ չեն։ Կարևորը անվտանգությունն է։ Եթե լինի անվտանգություն, ապա ամեն ինչ կլինի ավելի լավ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես ստիպված չենք լինի ընտրել կամ։ Շնորհակալ եմ զրույցի համար, հետևենք իրադարձությունների զարգացումներին։ Մենք այսօր լսեցինք ռեֆորմիստների կուսակցության դիրքորոշումները ներքին եւ արտաքին քաղաքականության եւ անվտանգության մասին, թե ինչպիսի հաջողություն կունենա այս կուսակցությունը առաջիկա ընտրություններում եւ ընդհանրապես ինչպիսի խորհրդարան կձևավորվի, դա արդեն պարզ կլինի հունիսի 7-ին կայանալիք ընտրություններից անմիջապես հետո։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում էի ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի հետ, շնորհակալություն, որ հետևում եք, լավ մնացեք, կհանդիպենք։